Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք լուսնի միացումների մասին։ Լուսինը այսօր 1 լարված միացում ունի և 3 հիանալի միացումներ ունի, այնպես որ շատ ժամանակահատվածը կլինի լավ միացումներ։ Վատ միացում ունի ուրանի հետ, ևս էլի պետք է ուշադիր լինեք էլեկտրականությանը, կրակին, այնինչ որ միանում է տոկից, համակարգիչը եւ այլն, տոկերը բավականին շատ ստուգ եք։ Լարված միացումը Հայաստանի ժամանակով տեղի ունենալու 16:30 րոպեից մինչև 22:30 րոպեն, բայց այդ ընթացքում նաև կան լավ միացումներ ժամը 18:00-ից մինչև կեսգիշերը, ևս շատ լավ միացում է և ինքը լավ միացումները արդեն ոնց որ անցնում են գիշերը, օրվա երկրորդ կեսից հետո։ Մինչև օրվա առաջին կես դեռևս մի փոքր կպահպանվի այն 2 օր առաջվա լարված միացումները, հետո արդեն հիանալի է այստեղ Յուպիտերի հետ է շատ լավ միացում ունենում, Սատուրնի և Նեպտունի հետ։ Դրա համար ասացի, մի փոքր առաջ կգնա և արդեն կունենա լավ միացումներ։ Եվ Ուրանի հետ շուտով ևս էլի շատ լավ միացումներ կունենա։ Լուսինը գտնվում է ցուլ նշանում, կարծես թե ամսի 27-ին արդեն անցնում է եկվորյակ նշան, այսպես թե այնպես լուսնային 10-րդ օրն է այդ օրը և հիանալի օր է այդ օրը, ես շատ եմ սիրում լուսնային 10-րդ օրը, այնպես որ շատ լավ է ևս որ ունենք շատ լավ միացումներ։ Այդ Ուրանի լարված շրջանը միայն սա չեք կարող անել, այսինքն ժամը 16:30 րոպեից մինչև 22:30 րոպեն, ընդամենը չեք կարող անել, սկսել նոր նախագիծ, անցնել նոր սարքավորումների, իհարկե փորձարկումների, հատկապես երբ որ դա էլեկտրականության հետ է կապված, քիմիայի հետ է կապված, չգիտեք, ոչ գյուտեր անել, որովհետեւ այնտեղ յուրաքանչյուր այնտեղ քիմիկոս, ֆիզիկոս պետք է բավականին զգույշ լինի։ Չի կարելի աջամերին գնել էլեկտրական սարքավորումներ, տեխնիկա, յուրաքանչյուր այնտեղ հեռախոս, մեքենա, յուրաքանչյուր էլեկտրոնային սարքեր, նաև պետք չի զբաղվել դրանցով, որտեղ վտանգավոր է բնական է։ Զբաղվել առևտրով, ֆոնդային բորսաներում այնտեղ լինել կամ խաղամոլությամբ, գնել բաժնետոմս, ոչ ֆինանսական հարցեր լուծել այդ ժամանակահատվածում։ Ճամփորդության ևս չի կարելի գնալ, տեղափոխվել նոր բնակարան ևս չի կարելի կատարել վերանորոգում, սկսել շինարարություն, էլեկտրական սարքերի վերանորոգում կատարել, յուրաքանչյուր այնտեղ պետք է շատ զգույշ լինեք, անպայման անջատեք, անպայման եթե վստահ եք, որ լավ մասնագետ եք, նոր կպեք, որովհետև հետո կարող է միացնեք հոսանքը և ինչ-որ պայթյուն տեղի ունենա։ Դա Ուրանն է, դա ոչ ոք չի փոխել Ուրանին։ Դե պետք չի նաև թռիչքների գնալ այդ ժամանակահատվածում, եթե ունեք, դա արդեն շատ կարևոր է նաև ձեր անձնական քարտեզում, թե ինքը որտեղ է գտնվում, միգուցե այնպիսի տանն է գտնվում, որ չի խանգարում ձեր թռիչքին, խանգարում է մնացած գործողություններին, բայց չի խանգարում թռիչքին։ Եվ սպորտով ևս պետք չի զբաղվել այդպես շատ խիստ, որտեղ կարող եք վնասվածքներ ստանալ։ Ընդհանրապես վաղվա ամենալավ ժամանակահատվածը դա համարվում է Հայաստանի համար 18:30 րոպեից մինչև 19:00, այդ կես ժամը, համարվում է ամենաբարենպաստ ժամանակահատվածը ձեզ համար։ Ես չեմ հիշում 10-րդ օրվա մեջ ինչ եմ ասել հիվանդությունների հետ կապված, բայց նաև կան տարբեր իհարկե մասնագետների կարծիքներ, ովքեր որ այդ օրը բացարձակապես խիստ այնպես են անում, որ չի թույլատրվում հիվանդանալ։ Հիվանդացողները իհարկե կարող են կյանքից զրկվել։ Դրա համար պետք է բավականին ուշադրություն դարձնել այդ օրը ձեր առողջությանը։ Երբ լուսինը կմիանա Սատուրնին, այստեղ Ուրանը իրենն ունի, բայց մնացած մոլորակները ևս իրենն ունեն, իրենց ճյուղը ունեն, ինչ կարելի անել, ինչը ոչ։ Եվ երբ որ միանում է արդեն Սատուրնին ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր, 00-ն, ապա այդ ժամանակ կարող եք բանակցություններ վարել,
կարող եք անհետաձգելի գործերը ավարտել, գործերը կարգի բերել եւ տան եւ աշխատանքի վայրում, հաշիվների վճարում կատարել, պարտքերի մարում, ֆինանսական խնդիրների լուծում, յուրաքանչյուր ինչ որ ունեք այդ օրը, կարող պլանավորել, բյուջետավորել, վերանորոգման կամ շինարարական աշխատանքների մեկնարկ անել, կարող գնալ իրերը գնել, բայց անելու համար դա ճիշտ է Մարսի հետ չի միացած, բայց ամենայն դեպս եթե շինարարությունը կապված է ինչ-որ էլեկտրականության հետ, հեռու մնացեք։ Կարող եք այդ օրը ոչ թե կարող եք, այլ անպայման այցելեք ծնողներին եւ տարեց հարազատներին, անհրաժեշտության դեպքում նրանց օգնեք, որովհետեւ Սատուրնը դա տարեց է, ծառեր կարող եք տնկել եւ տան համար սնունդ պատրաստել, թեկուզ դնել մի կողմ, այդպես դնել սառցախցիկը։ Այդ օրը կարող եք մաքրող պրոցեդուրաներ անել, մերսում, թերապևտիկ վարժություններ, մկանային այդ կմախքի հետ կապված, համակարգի հետ կապված ամրապնդման վարժություններ կատարեք, իհարկե միմիային բժշկի թույլատրությամբ։ Իսկ երբ որ միանում է Նեպտունին, դա արդեն ժամը 21:00-ն է, մի փոքր ժամերը շատ են տարբերությամբ, դրա համար հաշվարկում եմ, մինչև ժամը 3 գիշերը։ Միանում է արդեն Նեպտունին, Հայաստանի ժամանակով դուք փոխեք ձեր մոտ ժամերը, կարող եք զբաղվել ստեղծագործական աշխատանքով, այցելել եկեղեցիներ, դե գիշերը մի քիչ այդքան էլ չէ, ովքեր որը մեկ այլ ժամային գոտում են, որ ձեզ սուրբ վայրեր նաև մկրտվել կարող եք, եթե ձեզ մոտ ցերեկ է, գնել տան համար դեկորատիվ իրեր, ճանապարհորդել նավով, որովհետեւ զբոսանքներ կատարել հակացուցված չէ, եւ ջրային բուժումներ նույնպես կարող եք կատարել, Նեպտունը դա հենց ջուրն է, եւ դրա համար դուք կարող եք յուրաքանչյուր բան անել ջրի հետ կապված։ Իսկ արդեն Յուպիտերին ինքը միանում է բավականին ուշ Հայաստանի համար, միանում է 2:30 գիշերը, մինչև առավոտյան ժամը 06:30, Հայաստանում բոլորը քնած կլինեն, այս միացումը կլինի, իսկ մեկ այլ երկրում արդեն դա կարող ցերեկ լինել եւ կարող եք սկսել նոր բիզնես, զբաղվել պլանավորմամբ, բացել, գրանցել ձեր բիզնեսը, ձեր ընկերությունը, մասնակցել գիտական փորձերի, արդեն իհարկե թույլատրվում է այդ լարված միացումը անցել է, որովհետեւ մասնակցել սոցիալական, մշակութային, կրոնական միջոցառումների, որովհետեւ մեծ մասշտաբ միջոցառումներ կազմակերպել, սիմպոզիումներ, կոնգրեսներ, համաժողովներ, օլիմպիական խաղեր կազմակերպել կամ մեկնարկել դա, յուրաքանչյուր մարզական միջոցառում, նաև պետական հիմնարկության հետ կապված գործեր, եթե ունեք, կարող եք գնալ անել, մեկնել գործուղման, արտասահման աշխատել, կամ աշխատելու նպատակով կամ սովորելու, գնալ էքսկուրսիայի, արշավի, մեկնել ճամփորդության, իհարկե, եթե դուք գիշերով եք գնալու որևէ միտեղ, ապա հիանալի է, կարող եք մեկնել, քննարկել ընտանեկան եւ անձնական ծրագրերը, լուծել կոնֆլիկտների հետ կապված յուրաքանչյուր հարց, սկսել բուժման կուրսը, նաև այստեղ ինչ-որ հատուկ բաներ էլ չկա, որ դուք կարողանաք այդ օրը անել, բայց եթե պետական հիմնարկությունը ինչ-որ գործեր ունեք, կարող եք գնալ անել, կարող քննություններ հանձնել, եթե մեկ այլ երկրում առավոտյան շուտ է, կարող եք քննություն հանձնել, պաշտպանել դիսերտացիաներ եւ այլն։ Այսքանը երևի եւ այդ օրը լուսինը գտնվում է եկվորյակ նշանում, իսկ եկվորյակի գույնը դա դեղինն է, իսկ լարված գույները կապույտը եւ կարմիրը։ Դա է դեղին գույն կարող եք օգտագործել, դեղին մթերքներ, դեղին այնտեղ լոլիկ, դեղին բավականին շատ ուտելիքներ կա, գազարներ կարող են մտնել դեղինի մեջ, չնայած նարնջագույնը դա մեկ այլ կենդանակերպի նշանին է վերաբերվում, ամենայն դեպս դեղին ինչ-որ բաներ գտեք, այնտեղ բիբարներ կան դեղին գույնի, կարող եք ուտել, դա շատ օգտակար է լյարդի եւ լեղապարկի համար, ստամոքսի ու փայծախի համար նույնպես։ Եթե նման խնդիրներ ունեք, ապա այդ օրը բացառեք
պամիդորը, այ լոլիկը, յուրաքանչյուր կարմիր բան եւ կապույտ, այնտեղ սալոր եւ այլն, ինչ ասես որ կա, բացարձակապես չի թույլատրվում կապույտ ոչ մի բան ուտել։ Դե ինքը կապված չի, որ այդ օրը, երբ որ եկվորյակում է, պարտադիր պետք է ձեր լյարդը կամ լեղապարկը ցավի, ուղղակի դեղին երանգն է ձեզ օգնում, որ եթե ունեք խնդիր, ապա դա ուտելով այդ խնդիրը անցկացնեք ձեր ներսից։ Եվ սա հիշեք բոլոր եկվորյակ օրերին, ես նշում եմ լուսնայինի ժամանակ, թե լուսինը որտեղ է գտնվում եւ որ օրգաններն են շատ կարեւոր, այդ ժամանակ պետք է հիշել, որ կարող եք ուտել սա օրինակ, հա, դեղին գույնը, ինչպես որ խոյերի ժամանակ է, ուտում եք եւ ճնշումը վերականգնվում է, արյան շրջանառությունը վերականգնվում է, իսկ սա հակառակն է, կարմիրը չի թույլատրվում է դեղինը։ Յուրաքանչյուր դեղին ուտելիք հիմա մտքումս այդպես չի գալիս, բայց գազերը, հա, պետք է հաշվել արդեն մեկ այլ ուտելիքի մեջ։ Դեղին ուզում եմ հիշել ինչ կա, այո, դեղին խնձոր կարող եք ուտել, հենց ամբողջությամբ դեղին, եւ հիմա արդեն չեմ կարող հիշել ինչ ունենք դեղին, կարող եք գնալ գտնել լիմոն, կարող եք ուտել իհարկե, դա էլ է մտնում հենց դեղինի մեջ։ Այնպես որ հա, ուտելիքները կարող եք փնտրել, գտնել, եթե ունեք նման խնդիրներ, այդ խնդիրները լուծելու համար։ Այսքանը սիրելիներս, ձեզ լավ օր եմ մաղթում։